Բարև ձեզ։ Թույլ տվեք ձեզ ծանոթացնել մի հետաքրքիր ծրագրի հետ, որը առաջարկում է մեզ Eiffel Parfum կազմակերպությունը։ Այս հիանալի առաջարկը հնարավորություն է տալիս հաճելին համատեղել օգտակարի հետ։ Կփորձեմ հնարավորինս պարզ ձևով ներկայացնել ծրագիրը։ Տեսնում եք այս գեղեցիկ փաթեթները։ Նրանք պարունակում են ֆրանսիական նրբաբույր օծանելիքներ թե կանանց և թե տղամարդկանց համար։ Ֆրանսիացի հանրահայտ պարֆումեր Պիեր Բուրդոնի էքսկլյուզիվ հավաքածուից։ Այս գեղեցիկ փաթեթները կարող ենք պատվիրել ցանկացած մակագրությամբ, ըստ ճաշակի, փաթեթինքից որևէ բացիկով կամ առանց բացիկի, ահա այսպես կամ այսպես։ Մի խոսքով, ձեր սրտի ուզած ձևով կարող եք պատվիրել։ Բայց միշտ ապեք անջատել տեսագրությունը, որովհետև ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Ուշադիր նայեք և լսեք, քանի որ սա իսկապես իդեալական առաջարկ է ֆինանսական խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Այս շքեղ փաթեթները արժեն 35,000 դրամ։ Սա ստաբիլ գին է։ 35,000-ով կարող եք գնել 1 կամ 2 փաթեթ, ձեր ընտրությամբ։ Իսկ հիմա ուշադրություն։ Ձեռք բերելով այս փաթեթները միաժամանակ ձեռք ենք բերում նաև գումար վաստակելու մի հիանալի հնարավորություն, որը հիմա կբացատրեմ ինչպիսի բնույթ է կրում։ Պատկերացրեք սա դուք եք։ Դուք գնում եք, ենթադրենք 2 փաթեթներ, որոնցից մեկը նվիրում եք ձեր սիրելիին, մյուսը ձեր քույրիկին։ Դրանից հետո դուք պարզապես խորհուրդ եք տալիս ձեր ծանոթներին, բարեկամներին, նույնիսկ անծանոթներին, որ իրենք էլ իրենց հերթին, իրենց սիրելիների համար այսպիսի նվերներ գնեն։ Չէ՞ որ բոլորս էլ սիրում ենք նվերներ տալ և ուրախացնել մեզ համար թանկ մարդկանց։ Ասենք այս մարդը ձեր համակուրսեցին է, Դավիթը։ Դուք Դավիթին պարզապես պատմում եք այս կանը և նա իր հերթին գնում է այս փաթեթներից, ահա այսպես։ Եվ դուք ստանում եք 7,000 դրամ։ Հիանալի է, ճիշտ է։ Բայց սա դեռ բոլորը չէ։ Դավիթն էլ իր հերթին այս ամենի մասին պատմում է իր հարևանուհուն, Գայանեին, և Գայանեն իր հերթին գնում է այս գեղեցիկ նվերներից իր ամուսնու և իր եղբոր համար։ Ահա այսպես։ Դավիթ ստանում է 7,000 դրամ, իսկ դուք ևս 3,000 դրամ, տեսնում եք։ Բայց համբերեք, ես էլի անակնկալ ունեմ ձեզ համար։ Չէ՞ որ Գայանեն էլ իր հերթին է պատմում իր ընկերուհուն այս հրաշալի առաջարկի և գեղեցիկ նվերների մասին։ Եվ ընկերուհին, Արմինեն, միանում է ձեզ, այսինքն գնում է այս փաթեթներից, ահա այսպես։ Գայանեն ստանում է 7,000 դրամ, Դավիթը ստանում է 3,000 դրամ, իսկ դուք ստանում եք ևս 2,000 դրամ։ Դուք ընդհանուր ստացաք 12,000 դրամ։ Հիմա կմտածեք, թե 12,000 դրամը մեծ գումար չէ։ Շատ ճիշտ եք, մեծ գումար չէ, բայց չէ՞ որ դուք բացի Դավիթից էլի ունեք ծանոթներ, ճիշտ է։ Եվ Դավիթն էլ ունի շատ ծանոթներ։ Գայանեն և Արմինեն նույնպես ունեն շատ ծանոթներ։ Պատկերացրեք դուք այս ամենի մասին պատմում եք ոչ թե 1 հոգու, այլ 5 հոգու, ահա այսպես։ Այս դեպքում դուք ստանում եք 35,000 դրամ։ Այս 5 հոգին իրենց հերթին 5-ական հոգու են պատմում, խորհուրդ տալիս։ Եվ դա ստացվում է այսպես, 25 հոգի։ Իսկ 25 հոգին ձեզ կբերեն 3,000-ական դրամներ, այսինքն 75,000 դրամ։ Իսկ այս 25 հոգին ամենքը 5-ական մարդու խորհուրդ կտան և կստացվի այսպես, 125 հոգի, որոնցից 2,000-ական դրամով կստանաք 250,000 դրամ։ Ընդհանուր կստացվի 360,000 դրամ, տեսնում եք։ Այս նույնը ինքներդ կարող եք հաշվել ոչ թե 5-ական մարդու դեպքում, այլ 6, 8, 10 կամ ավելի մարդու դեպքում։ Ոչ մի սահմանափակում չկա, ամենքդ քանի մարդ ուզում եք, կարող եք ներգրավել։ Ահա այսպիսի գեղեցիկ առաջարկ։ Ձեզ դուր եկավ։ Վստահ եմ, որ դուր եկավ, բայց մի հարց ամենայն հավանականությամբ տանջում է ձեզ։ Իսկ եթե մարդիկ չուզենան, խորհուրդ կտամ երբեք ոչինչ չորոշել մեկ ուրիշների փոխարեն։ Ես հիմա ձեզ ցույց կտամ մի 2 ձև, որոնք հենց ես եմ օգտագործում, և այդ ձևերով ամսական անպայման 8 կամ 10 մարդ եմ ներգրավում այս գործի մեջ։ Առաջինը. վերցնում ենք թուղթ և գրիչ և կազմում ենք ծանոթ բարեկամների ցուցակ։ Հերթով իրար տակ գրում ենք բոլոր այն մարդկանց անունները, որոնց ճանաչում ենք։ Բարեկամներ, հարազատներ, հարևաններ, հեռավոր ազգականներ, ընկերներ, դասընկերներ, գոլեգաներ, համակուրսեցիներ և համագյուղացիներ, բանակի ընկերներ։
Մի խոսքով, բոլոր այն մարդկանց անունները, որոնց թեկուզ միայն բարևում ենք։ Հիշեք բոլորին, և դուք կունենաք ձեր ցուցակում ամենաքիչը 100 մարդու անուն։ Եվ սուսուփուս, հերթով բոլորին զանգում ենք, բացատրում այս առաջարկը։ Բնականաբար, ձեր սկզբնական շրջանում կօգնեմ ես, կամ այն մարդը, ով ձեզ ցույց կտա այս տեսագրությունը։ Կսովորեցնենք ինչպես է պետք ճիշտ խոսել, ճիշտ առաջարկել, ճիշտ մատուցել։ Իսկ մինչև ձեր սովորելը, մենք ձեր փոխարեն կզանգահարենք այդ մարդկանց կամ կհրավիրենք գրասենյակ և մանրամասը կբացատրենք, մինչև դուք սովորեք և ինքնուրույն կարողանաք դա անել։ Ձեր 100 ծանոթներից ամենաքիչը 10-ին կհետաքրքրի այս առաջարկը, չէ՞ որ հնարավոր չէ, որ 100-ն էլ նույն մտածելակերպ ունենան, և դուք կունենաք 10 մարդ և 70,000 դրամ եկամուտ։ Այդ 10 հոգին, բնականաբար իրենք էլ իրենց հերթին կսովորեն և նույն բանը կանեն, ամենքը մի 10 մարդ, թեկուզ 2-3 ամսում անպայման կգտնեն։ Այսինքն 100 հոգով կավելանա ձեր խումբը, իսկ այդ 100 հոգին ձեզ կբերեն 300,000 դրամ եկամուտ։ Հասկանանք մի պարզ բան, որ եթե մեկ հոգին կարող է գտնել 5 կամ 10 մարդ, ուրեմն 5 կամ 10 մարդը միասին կարող են գտնել 50-100 մարդ։ Դուք մենակ չեք։ Երկրորդ տարբերակը։ Որքան ժամանակ կխլի ձեզնից որևէ սոցիալական կայքում, Facebook, Одноклассники կամ մեկ այլ կայքում ինչ-որ տեքստով SMS ուղարկելը մի 30 մարդու ամեն օր։ Ասենք այսպիսի բովանդակությամբ SMS. Առաջարկում եմ աշխատանք, կամ ձեզ աշխատանք պետք է, կամ բարև ձեզ, կարելի է ձեզ մի գործնական առաջարկ անել։ 30 հոգու գրելը ձեզնից կխլի ընդամենը 15-20 րոպե օրվա մեջ։ Օրեկան 30 հոգի, ամսեկան կլինի 900 հոգի։ Ինչ եք կարծում, 900-ից գոնե 5-10 հոգու չի հետաքրքրի ձեր առաջարկը։ Անպայման կհետաքրքրի։ Դա փաստ է, քանի որ հազարավոր մարդիկ հենց այս ոճով են աշխատում և հաջողությունը երկար սպասեցնել չի տալիս։ Ձեզնից ոմանք անպայման մտածում են, թե սա խաբեություն է, ճիշտ է։ Կեցցեք, տաղանդավոր կարծիք է։ Մնացեք ձեր կարծիքին։ Ոմանք էլ մտածում են, բա որ չստացվի, բա որ կորցնեմ իմ գումարը։ Սա էլ է տաղանդավոր կարծիք։ Պատասխանեմ այսպես. դուք ձեր սիրելիներին նվերներ տալուց միշտ եք դարդոտվում, համարելով, որ կորցրեցիք ձեր գումարը։ Դուք կորած եք համարում այն գումարը, որով նվերներ եք գնում և ուրախացնում ձեր սիրելիներին։ Ոմանք մտածում են, ես այդ գումարով ավելի լավ նվեր կգնեմ։ Ճիշտ է, միգուցե ավելի լավ նվեր գնեք, բայց կգնեք ընդամենը նվեր, ոչ թե գումար վաստակելու հնարավորություն։ Այս ամենը ավելի պարզ հասկանալու համար պատկերացրեք որևէ բանկ ձեզ առաջարկեր ներդնել $100 և 3, 4 կամ թեկուզ 10 ամիս հետո 100-ի փոխարենը վերցնել $1000, 10 անգամ շատ։ Դուք կօգտվեիք այդ հնարավորությունից։ Իհարկե կօգտվեիք, բայց ոչ մի բանկ ձեզ նման առաջարկ երբեք չի անի։ Այդ առաջարկը ձեզ մատուցում է միայն Eiffel Parfum կազմակերպությունը, և եթե դուք հասկացաք առաջարկի ողջերությունը, պարզապես զանգահարեք նշված հեռախոսահամարով։ Մինչ նոր հանդիպում։